Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Ռուսական կողմը հայտարարել է, թե բացահայտվել է ադամանդների մաքսանենգության դեպք, որը կազմակերպել են Հայաստանի քաղաքացիներ Բաղիկյան եղբայրները, ըստ ռուսական կողմի Ardlosa ընկերությունից գողացված ադամանդները տեղափոխվել են Հայաստան։ Գողացված ադամանդներն ուղարկվել են Հայաստան ADM Diamonds ընկերության, որի շահառուն հայազգի գործարար ու պատգամավոր Սուքիասյանն է, պնդում են ռուսաստանյան կողմից։ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի խոսնական Նամը Կրչյանը հայտնել է, որ սա հերթական կեղծ լուրն է, իրականության հետ ոչ մի աղերս չունի, ամբողջությամբ հորինվածք է։ Նախորդ ապատեղեկատվության շարունակությունն է, թե իբր Խաչատուր Սուքիասյանը հեծը գնում է թուրքերին վաճառելու համար, ձեռագիրը նույնն է, կարծում եմ նմանատիպ լուրեր էլի կլինեն, կարելի ասել տեղեկատվական պատերազմ է հայտարարվել, նշել է խոսնակը։ Հունիսի 22-ին ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ շտապօգնության խումբը հրազենային վնասվածքով հիվանդանոցը տեղափոխել մի քաղաքացու։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 32-ամյա Գուրգենն է, ով հիվանդանոցը տեղափոխվել Գևորգ Վարդանյան փողոցի թիվ 2 հասցեի մոտից։ Պարեկները հայտնաբերել են հրազենից կրակված 2 պարկուճ։ Հունիսի 17-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նազարբեկյան թաղամասի 15 կոտորակվեց հասցեում պարսիկ ու հնդիկ քաղաքացիները անվտանգության աշխատակցին ծեծի են ենթարկել ու դիմել են փախուստի։ Իրավապահները պարզել են, որ այդ օրը ժամը 2-ի սահմաններում Նազարբեկյան թաղամասի 18 կոտորակ հասցեի մոտ Իրանի քաղաքացիներ 28-ամյա Մոհամմեդ Ղասեմ Շագենաջադին եւ 38-ամյա Մոսեյբ Ալի Հոլի Ջահանդիեդը վիճաբանել են Արագածոտնի մարզի բնակիչ 66-ամյա Արտաշեսի եւ Երևանի բնակիչ 37-ամյա Աշոտի հետ, որի ժամանակ հարվածներ են հասցրել միմյանց մարմնի տարբեր հատվածներին։ Հունիսի 9-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը մեկնել է Շիրակի փողոցում գտնվող Ռենեսանս ռեստորանային համալիր, որտեղ հայտնաբերել են կնոջ դիպ։ Մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Վարվարան է։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Հունիսի 16-ին ոստիկանության Քանաքեր Զեյթունի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Դավիթ Անհախտի փողոցի շենքերից մեկում կախված վիճակում քաղաքացի կա։ Ոստիկանները հայտնաբերել են ազգությամբ հնդիկ 28-ամյա Կիշան Պետելիդին։ Հունիսի 20-ին Երևանի ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի տներից մեկում քաղաքացին ինքնասպան է եղել։ Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են նույն տան բնակիչ 34-ամյա Հ.Այդին։ Հունիսի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հունիսի 15-ին ժամը 9-ից մինչև հունիսի 16-ը ժամը 1:30-ը տեխնիկական միջոցների գործադրման պատուանը բացելու միջոցով մուտք են գործել Թբիլիսյան խճուղի 3 կոտորակ 20 հասցեում գտնվող KR Build ընկերության գրասենյակ ու չհերկիզվող պահարանի փականը կոտրելով պահարանից գողացել խոշոր չափի մի քանի միլիոն դրամ գումար։ Շենգավիթի ոստիկանությունը տեղեկություններ է ստացվել, որ Երևանի բնակիչ 25-ամյա Բախշին իր մոտ ապօրինի մարտական ատրճանակ է պահում, պարզվել է, թե որտեղ է գտնվում նա։ Ոստիկանները մեկնել են վերին Շենգավիթ երկրորդ փողոց, որտեղ էլ հայտնաբերել են Բախշիին եւ ապօրինի զենքսնյամթերք պահելու ու կրելու ցակած հիմնավոր կասկածով տեղափոխել բաժին։ Պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է եւ կասկածյալը ոստիկաններին է ներկայացրել իր մոտ եղած ատրճանակը 1 հատ փամփշտատուփով, որը լիցքավորված է եղել 5 հատ ոսկեգույն փամփուշտներով։ Ոստիկանները հունիսի 19-ին Կոտայքի մարզի Արձական գյուղում հայտնաբերել եւ բաժին են ներկայացրել Երևանի բնակիչ 24-ամյա մի երիտասարդի, նա հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով։ Արագածոտնի պարեկները ապարանք քաղաքում ձերբակալել եւ ոստիկանության բաժին են ներկայացրել 56-ամյա մի տղամարդու, որը մայիսի 15-ից Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր որպես գողություն կատարած ու դատաքննությունից խուսափող անձ։ Հունիսի 23-ին Սիսիան-Գորիս ավտոճանապարհին բախվել են 68-ամյա Սաշիկի վարած Ֆոտ Տրանզիտ մակնիշի եւ 76-ամյա Մարտունի վարած Գազ-53 մակնիշի ավտոմեքենաները։ Սաշիկը տեղում մահացել են, Ֆոտ Տրանզիտի ուղևոր 17-ամյա Արտակը, Գազ-53-ի վարորդ Մարտունը եւ նրա ուղևոր 69-ամյա Արնուլիկը տեղափոխվել են հիվանդանոց։ Հունիսի 21-ին Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են Mercedes ML 320 եւ Mini Cooper մակնիշի ավտոմեքենաները, 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տեղափոխվել հիվանդանոց։ Հունիսի 22-ին Լծեն Տաթև Խաչմերուկում բախվել են իրանական համարանիշներով գազ տեղափոխող բեռնատաժներն ու Nissan L-Grand մակնիշի ավտոմեքենան։ Իրանական բեռնատարը մխրճվել է Nissan L-Grand-ի մեջ ճզմելով ժայռաբեկորներին, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Հունիսի 22-ին Դալար գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 42-ամյա Հովանես Պետրոսյանի վարած Opel Zafira եւ 31-ամյա Սեթրակ Բաղրամյանի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները։ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Հունիսի 21-ին Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգի վարած Opel Astra եւ Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը վրայերթի է ենթարկել հետիոտն Արագածոտնի մարզի բնակիչ 71-ամյա Ջեմային։ Վրայերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց։
Հունիսի 22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարգսակի փողոցում կայանված ավտոմեքենայում տեղի ունեցել պայթյուն։ Սարգսակի փողոցի թիվ 129 հասցեի մոտակայքում է այն տեղի ունեցել գազով շահագործվող Hyundai Magnich ավտոմեքենայում։ Հրդեհի բռնկմամբ վնասվել են ավտոմեքենան եւ մոտակայքում գտնվող դեղատան երկաթե ծածկը։ Հունիսի 22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում այրվում է ավտոմեքենա ու կա տուժած։ Հրդեհը բռնկվել է ջիպ Magnich ավտոմեքենայում։ Ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է, հրդեհը մեկուսացվել մարվել է, ավտոմեքենան այրվել է։ Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են ներմուծման եւ իրացման փուլերում հարկերից խուսափելու նոր դեպք։ Օրերս օպերատիվ տվյալներ են ստացվել, որ էլեկտրոնային ծխախոտ ներմուծող ընկերությունը ներմուծված էլեկտրոնային ծխախոտները մանրածախ եղանակով վաճառում է ավելի ցածր գներով, քան էլեկտրոնային ծխախոտի ակցիզային հարկի գումարն է։ ԵԱՏՄ անդամ երկրից հերթական ներմուծման ժամանակ օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակներում Զվարթնոցը թանավականի կարգո բեռնահամալիրի տարածքում վարչության աշխատակիցները հետազոտության են ենթարկել ներմուծված էլեկտրոնային ծխախոտները։ Պարզվել է, որ ծխախոտի տուփերի վրա փակցված ինքնասոսնձվող պիտակներով ներկայացված ծավալները 10 անգամ պակաս են, քան այդ պիտակի տակ իրական գործարանային տուփի վրա նշված ծավալները։ Ընդհանուր առմամբ ԵԱՏՄ անդամ երկրներից եւ Չինաստանից ներմուծված էլեկտրոնային ծխախոտի հարկային եւ մաքսային փաստաթղթերում ընկերությունը ներկայացրել է էլեկտրոնային ծխախոտի զգալիորեն նվազեցված ծավալներ ու խուսափել է առանձնապես խոշոր չափի ակցիզային հարկի եւ ավելացված արժեքի հարկի վճարումից։ Նշված ծխախոտները դրոշմավորվել են դրոշմապիտակներով, որոնց էլեկտրոնային գրանցումների ժամանակ կրկին պակաս են նշվել հեղուկների ծավալները։ Արդյունքում ընկերության կողմից էլեկտրոնային ծխախոտների հեղուկների իրական ծավալները հարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում թաքցնելու միջոցով պետությանը պատճառվել է ավելի քան 142 միլիոն դրամի վնաս։ Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հիմքով հաղորդում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Խոզարկություններ են իրականացվել ընկերության շուրջ 30 մանրածախ առևտրի կետերում։ Արգրավել են վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային գրիչներ եւ էլեկտրոնային ծխախոտներ։ Նշենք, որ ապրանքների ներմուծման բոլոր փուլերը վերահսկվում են եւ ցանկացած խախտում կարող է հանգեցնել իրավական հետևանքների։ Հետևաբար Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հիշեցնում է, որ հարկային ու մաքսային փաստաթղթերում տվյալների ճշգրտությունը, ապրանքների ամբողջ ծավալը ճիշտ հայտարարագրելը ոչ միայն օրենքի պահանջ է, այլև բիզնեսի առողջ զարգացման գրավականներից մեկը։